Նիկոլ Փաշինյանը արդեն ապացուցել է, որ Հայաստանը երբևէ ունեցած ամենաանարդյունավետ բանակցողն է։ Նրա 6-ամյա պաշտոնավարումը դարձել է դասական օրինակ, թե ինչ է տեղի ունենում, երբ պետությունը բանակցությունների սեղանի մոտ ներկայացնում է թույլ եւ անկարող ղեկավար։ Արդյունքը ծանր կորուստներ, պատերազմի պարտություն, դիվանագիտական նվաստացում եւ անվտանգության խորը ճգնաժամ։ Մի ժամանակ ամուր եւ դիմակայող Հայաստանը Փաշինյանի օրոք դարձավ տարածաշրջանում աննախադեպ խոցելի երկիր։ Նրա ղեկավարման տարիներին Հայաստանը ոչ միայն տարածքային կորուստներ կրեց, ամբողջությամբ կորցրեց Արցախի վրա ազդեցությունը, թույլ տվեց իր տարածքների օկուպացիա եւ իջեցրեց սեփական պետականությունը միջազգային խաղաղությունների աչքում արժեզրկված վիճակի։ Փաշինյանի բանակցային մոտեցումները սկզբից եւեթ անհասկանալի էին։ Նրա համար կարծես բանակցել նշանակում էր միայն զիջել, այն էլ առանց որևէ էական փոխադարձության ակնկալիքի։ Նրա դիվանագիտական ռազմավարությունը հիմնված էր ոչ թե Հայաստանի շահերի հստակ ձևակերպման, այլ հակառակորդի պահանջներին սրընթաց զիջելու վրա։ Ամենասուր դրսևորումը իհարկե 44 օրյա պատերազմի ողբերգական արդյունքներն էին՝ հազարավոր զոհեր, տարածքների կորուստ եւ ի վերջո կապիտուլյացիայի ստորագրում, այնպիսի պայմաններով, որոնք ոչ միայն չլուծեցին հայկական կողմի խնդիրները, այլև հիմք դարձան նորանոր ադրբեջանական պահանջների համար։ Իսկ դրանից հետո Փաշինյանն Արցախը փաստացի հանձնեց նախ Պրահայում, ապա Բրյուսելում եւ Մյունխենում, ինչից հետո այն ենթարկվեց լիակատար էթնիկ զտման։ Այդ պահից սկսած Ադրբեջանը ոչ թե կանգ առավ, այլ առավել ագրեսիվորեն ընդլայնեց իր հավակնությունները, հասնելով նույնիսկ Հայաստանի սահմանությունը փոխելու պահանջներին։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռքբերում, մինչդեռ այն Հայաստանի համար իրականում ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի ավարտուն փաստաթուղթ։ Ադրբեջանը բացահայտ ասում է, որ չի պատրաստվում սահմանափակվել դրանով, պահանջելով Սյունիքի միջանցքը, սահմանության փոփոխությունը, Մինսկի խմբի լիակատար լուծարումը։ Իսկ Փաշինյանը առանց որևէ հստակ պատասխան քայլի ընդունում է այդ բոլոր պահանջները։ Փաշինյանի վարած բանակցությունները խախտում են արդյունավետ դիվանագիտության բոլոր հիմնական սկզբունքները։ Նա երբեք չի կենտրոնացել Հայաստանի իրական շահերի վրա, չի կարողացել ստեղծել փոխշահավետ լուծումներ եւ որևէ կերպ չի սահմանել հստակ օբյեկտիվ չափանիշներ, որոնցով հնարավոր կլիներ չափել բանակցությունների արդյունքները։ Հայաստանի դաշնակիցները օտարվեցին, թշնամիները խրախուսվեցին, իսկ ինքնիշխանությունը հասցվեց պատմական նվազագույնի։ Փաշինյանը այդպես էլ չհասկացավ, որ դիվանագիտությունը զիջումների եւ պարտության հոմանիշը չէ, այլ ուժի, իմաստության եւ հստակ ռազմավարության դրսեւորում։ Վերջիվերջո Փաշինյանի պաշտոնավարման շրջանը պետք է դասավանդվի որպես հակաօրինակ միջազգային հարաբերությունների եւ բանակցությունների դասընթացներում, ցույց տալու համար, թե որքան վտանգավոր է անսկզբունքային եւ թուլամորթ ղեկավարությունը, եւ թե ինչպես է այն կարող հանգեցնել ամբողջական ազգային աղետի։ Այսօր Հայաստան կանգնած է իր գոյության համար պայքարի առջև։ Եվ դեղակի հետևանք է այն բանի, որ երկիրը ղեկավարում է մարդ, ում համար բանակցությունը պարզապես իջելն է, իսկ ազգային շահը անձնական իշխանության պահպանման հարց։